Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մեզ մոտ երաժշտական առավոտ է, ունենք նոր երգ եւ տեսահոլովակ։ Այո, եւ այս առիթով մեր հյուրերն են երաժիշտ երգահան Արգինա Հարությունյանը, բեմադրող օպերատոր Վարդգես Մանուկյանը, ACG։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն հրավերի համար։ Կոչվում է Նահանջ Այո։ երգը եւ տեսահոլովակը, որը նկարվել է։ Քիչ խոսենք այս մասին, ստեղծման մասին։ Այո, նախ ասեմ, որ ճիշտ է, մենք հավաքվել ենք խոսելու իմ նոր տեսահոլովակի մասին, որը առաջինն է իմ կյանքում, բայց անպայման ուզում եմ ասել, որ սա անկեղծ ասած չեմ հաշվել հատ-հատ, բայց մոտավորապես իմ 90-րդ երգն է եւ ավելի, եւ իմ ստեղծագործական կյանքի ամենասկիզբը չի սա։ Մենք մի քանի ամիս առաջ այստեղ հանդիպել ենք ձեզ հետ, իմ ներկայացումներից մեկը լուսաբանում ենք Հրազդանի դրամատիկական թատրոնում, որտեղ արվել է, դրանից հետո իմ 6-րդ ներկա, դա 5-րդն էր, հետո 6-րդ ներկայացումը եղավ Glendale Theatre Group-ի համար արդեն Լոս Անջելեսում եւ դրանք բոլորը խաղացանկային ներկայացումներ են։ Այս մասին ասում եմ, որովհետեւ առաջին տեսահոլովակն է, ոնց որ նոր ճանապարհ է ինձ համար, որի դուռը թակելու համար ունեի մի շատ կարևոր սկզբունք, գնալ շատ բարձր պրոֆեսիոնալների հետ միասին, որոնցից մեկը Վարդգեսն էր, իսկ որպես երգչուհի ներկայանալու համար նույնպես ինձ համար այս ձևաչափը շատ դեբյուտային է, որովհետև տարիներ շարունակ ներկայացված եմ եղել եւ շարունակում եմ ներկայացված լինել որպես երգչուհի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում եւ ինձ համար սա շատ հետաքրքիր նոր ճանապարհ է, որ Վարդգեսի հետ միասին մրսելով, դողալով, սառելով անցանք։ Նոր երգը կոչվում է Նահանջ եւ ինձ հետաքրքիր է այդ 90-ի մեջ Նահանջը ինչով առանձնացավ, որ հենց ինքը դարձավ դեբյուտային եւ տեսահոլովակ նկարեցիք հենց այս երգի համար։ Այդ առումով այո, սա շատ բախտավոր երգ է, անպայման ուզում շնորհակալություն ասել գործիքավորողին Աբել Գյուրեղյանին, ով ուղղակի երգը ձայնագրել ուղարկել է, մեկ էլ գործիքավորած ինձ հետ ուղարկեց ու դա շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար այս երգով զբաղվելու։ Մինչ այդ ես իմ ակադեմիական շրջանակներում էի, իմ ստեղծագործական կյանքով էի զբաղված, հենց այսպես տեսահոլովակ, որտեղ կա հերոսուհի, որ ես եմ այդ հերոսուհին, այդ մասին չեմ էլ մտածել, երջանիկ եմ եղել պրոցեսից, շատ բավարարված եմ եղել այն ամենով, ինչ արել եմ, բայց պետք էր ամենայն դեպս, այս մեկ ուղղակի բախտավոր գտնվեց այդ հարցում։ Վարդգես Մրսելու մասին։ Լուր նստած Վարդգեսը իրականում այդքան ցուրտ չէր, որ ինքը անդադ ասում եմ մրսում էինք, այդ ամեն ինչը տենց արհեստական էֆեկտներ էր արած, բայց ճիշտ է ցուրտ էր, բայց ես չեմ համարում, որ այդքան ցուրտ էր, առավել եւս ունենքը գլխարկով բանով չէր դու էլ պակաս չէր, պալտոյով էր, դու էլ նկարում էր հրապարակում։ Լավ, արի մի քիչ տրամամուց։ Բայց ես հիմնականում սովոր եմ ցուրտի ու շոկի աշխատանքի ժամանակ, այո, սովոր եմ այդպես այդ պայմաններում աշխատել։ Եթե հարցը վերաբերում է դրան, իսկ եթե հարցը վերաբերում է ընդհանուր տեսահոլովակին ոնց մտածեցինք, ոնց արեցինք, ճիշտն ասած, անկեղծ ասած չեմ կարող ասեմ ոնց մտածեցինք, որովհետև պահի տակ եկավ այդ գաղափարը, որոշեցինք իրագործել ու այդ ամեն ինչը իրագործվեց բնականաբար իմ մի հատ շատ մեծ ու շատ հրաշալի թիմի շնորհիվ, ովքեր որ մի վայրկյան այդ դժվար պայմաններում անընդհատ այդ փողոցում, անընդհատ վտանգի մեջ, բայց աշխատել են շատ բարձր որակի։ Այլուղու վրա։ Թիմին ողջունենք եւ մեր ընդհանուր գործընկերոջը Վարոյին շատ մեծ բարեփոխանցում։ Վարոյի սպաչիկներ։ Եվ հիմա դիտենք այն աշխատանքը, որը մի ամբողջ թիմ համակարգել է եւ արդեն վերջնարդյունքը ունենք։ Նահանջ, նոր երգ եւ տեսահոլովակ մեր եթերում։ Ես ու դու զրուցում ենք ամեն օր, գիտեմ ես ապրումները քո բոլոր, ափսոս որ իրական չէ այս ամենը, ես պիտի սթափվեմ այսօր, գուցե դու ինձ տեսնես չհասկանաս, ախր ամեն ինչ նույնն է դու միշտ կաս, ինձ հետ դու ճամփորդում ես, ինձ հետ զգում ես, դու ինձ հետ ես, դու ես միշտ մենակ Ընտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, ընտրիր իմ բույրը կամ իմ ստվերը,
գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր իմ բույրը կամ իմ ստվերը, գտիր ինձ ծովերից այն կողմ, չհիշելու մասին խորհել եմ միշտ, ոչինչ չի թվացել ինձ այդքան ճիշտ, քան ուղղակի փակել քեզ իմ սրտում կողպել, որ դուրս չգաս, չդառնաս կարծում ես քեզ փակել եմ, որ ապրեմ, որ ոչ մի տեղ այլևս չփնտրեմ, դու ճիշտ ես երևի շատ պարզ ունակ է այս ամենը ես պիտի փախչեմ, փնտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր իմ բույրը կամ իմ ստվերը, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր իմ բույրը կամ իմ ստվերը, գտիր ինձ ծովերից այն կողմ, դու տես կյանքը ոնց ժպտալով նայում է մեզ ու ասում է դու նրա տեղը չգիտես, փնտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր իմ բույրը կամ իմ ստվերը, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր ինձ ծովերից այն կողմ, գտիր ինձ ծովերից այն կողմ, փնտրիր իմ բույրը կամ իմ ստվերը, գտիր ինձ ծովերից այն կողմ. Արգինա Հարությունյան, Նահան, շնորհավորում ենք այս Շնորհավորում ենք։ գեղեցիկ Շնորհակալ երգի եմ։ տեսահոլովակի արդիվ եւ ինչն էր ուշագրավ, ես երգի ընթացքում էլ ասացի, որ backstage կադրերը ես դիտել եմ առանց իմանալու, որ հենց այս տեսահոլովակի backstage-ն էր եւ հետաքրքիր էր, որ իսկապես շատ բարդ էր ընթացքը։ Հիմա մենք տեսնում ենք գեղեցիկ ստացված կադրեր, մի քիչ այդ հենց այս տեսարանի մասին, հա, երբ որ այդ ձյունը, չգիտեմ, քամին փորձում եք ստանալ։ Երևի ես ասեմ, Հա, հա, այդ հա, իհարկե բարդ դու ասա։ մասը իրականում դրա համար ամենաառաջինը շնորհակալություն ասի թիմին, որովհետև ես ուղղակի գորգռում էի։ Ասում էի, ես կողմ գնացինք, Արգինը ես կողմ գնացինք, բայց ամբողջ թիմը իսկապես այնտեղ էլ գեներատորներ էր մի քանի հատ ճանապարհով գնում գալիս, էլ ձյան ապարատները, էլ ծուխ, էլ ամեն բան ու այդ ամեն ինչը տեղափոխում ենք մոտավորապես 300 մետր վերև, ներքև կամ մի փոքր ավել կամ 300 անգամ Այո, ներքև։ ու շատ անգամներ։ Մեկ օր մեկ նկարել տեսահոլովակը։ Այո, անշուշտ։ Մեկ օր մենք նկարել ու մի քիչ բովանդակային իմաստով ասեմ այս վարդերի հետ կապված, եթե այս աշխարհում որևէ մեկը ասելով նկատի ունեմ, ասենք Դեյվիդ Լինչ օրինակ ինձ ասեր պիտի մայրուղով վարդի փունջը ձեռքիդ բռնած վազես, ես ամենակիչը կասկածի տակ կդնեի, բայց քանի որ վարդքեզն էր ասողը մենք ունենք այն ինչ ունենք, իր հետ հնարավոր չի։ Ինքը մտածել էր արդեն ու շատ համեստորեն ասաց, որ պատահական է մտածել, ինքը իսկապես երգը լսելու ընթացքում ես տեսնում էի, որ ինքը շատ խորը ստեղծագործական process-ի մեջ է ու ուղղակի անվերապահորեն, կուրորեն վստահել եմ իրեն ամբողջ ընթացքը։ Գիտեի, որ պիտի շատ գեղեցիկ է։ Սա ուղղակի sense մի վարգանի միտք չի եւ Հա, sense ուղղակի իհարկե։ տեղում ստացած միտք չի հաստատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, մաղթում ենք հաջողություն ու լավ ընթացք Շնորհակալություն։ արդեն երգին ու տեսահոլովակին, ուզում ենք նվիրել Սարգոն, Կարմիր Չոր գինին Իջևանի գինու գործանի կողմից, այ լավ առիթ ունեք այսօր նշելու, Մեծ իրով, շատ նշեք, շնորհակալություն։ եւ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները,
որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար եւ քանի որ բալիկներ ունեք, հա, աղջիկ են նրանք, ես ուզում եմ ձեզ նվիրել այստեղ գրած է իմ բալիկ եւ հենց Արկադի Դումիկյանի երգից է, հա, տեքստը իմ աղջիկ իմ սրտի կտոր իմ ապրած ամեն մի օր չեմ փոխի րոպեի հետ, որ քեզ հետ սկսվեց կյանքը նոր։ Սա ձեզ ձեր բալիկներին նվիրեք, Շնորհակալ ենք, անորն է, շնորհակալ ենք։ տրամադրությունը կա, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր ենք մաղթում բոլորին։ Եվ թող շարունակական լինի ձեր երգչու կարիերան։ Շնորհակալ եմ անսահման։ Անպայման։ Դե ինչ կլինի հիմա կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։